Պարոն Վարդանով, մեկ ամսից ավել է ադրբեջանական կողմը կրակում է Սյունիքի գյուղերի ուղղությամբ, եթե մինչ այս ասվում էր, որ սրանք անհասցե կրակոցներ են, օդ են կրակում, բայց կա մի քանի դեպք, որ թիրախավորված թիրախային կրակոցներ են եղել, մասնավորապես բնակիչների տունը, համայնքային շենքի վրա, մշակույթի տան շենքի վրա են կրակել։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում եւ իրավիճակը սահմանին ձեր գնահատմամբ ինչպիսին է։ Դե իրավիճակը կայուն լարված կարելի անվանել։ Ու դա երևում է ոչ թե զինվորականության հետ կապված, այլ հենց բնակչության։ Երբ որ բնակիչներին լրատվամիջոցները խոստանում են, իրանք ասում են, որ կրակոցներ կան։ Իսկ դա արդեն խոսում է լարվածության մասին։ Իսկ մի ամիսա նույն աստիճանի լարվածության մեջ դա ոչնում է կայուն լարված։ Կրակում են բնակչության վրա, չէ, բայց բնակավայրերի վրա կրակում են։ Դիրքերի վրա կրակում են։ Դե նոր տուն էր մտել, կարող էր եւ բնակչին կարող էր, հա, բայց թիրախավորվող բնակավայրը իրանք ոչ թե այդ բնակիչներին սպանելու խնդիր են փորձում լուծեն, այլ սահմանամերձ շրջանը, որը որ կարա դառնա սահմանապահ, ինչի վրա աշխատում է ոման, մեր սաղ ջանքերը դրա վրա է, որ սահմանամերձ բնակավայրը լինի, ասենք, հեռավոր անցյալում, որ բոլոր բնակավայրերը լինեն սահմանապահ բնակավայր, այլ որպեսզի այդ պոտենցիալը չօգտագործվի, իրանք փորձում են հայաթափեն ընդհանրապես այդ բնակավայրերը մարդ չբնակվի եւ սահմանապահ ուժերին անհրաժեշտության դեպքում, երբ որ սահմանապահ ուժերը դա բանակ լինի, թե ազգային անվտանգության սահմանապահ զորքերը լինեն, երբ որ անցնելու լինեն սահմանը պաշտպանելուն ու իրանց թիկունքից մոտակա աջակցությունը, ասենք, անող չլինի։ Իսկ մոտակա աջակցությունը միջև զորամասից կենտրոնից գամ, ասես պայմանական, ասենք, 20 կիլոմետրի վրա մի զորամաս է։ Ինքը մինչև գա հասնի կարող է մի ժամ անցնի։ Իսկ բնակավայրը կողքն է, 5-ից 15 րոպեվա հարց է, ամեն, ասենք, պոստ չէ, բայց մի հոգի էս մի պոստը պետք է թա ուժեղացման մեկը, էս մեկը, րոպեների խնդիր է, էլի։ Կարճ ասած թուրքը գիտի ինչ անում, մենք չգիտենք։ Կա արդյոք հավանականություն, որ դա կընդլայնվի, թե ինչպես նշեցիք, որ իրենց ծրագիրը դա է, նույն այդպես մասշտաբներով այդ կրակոցները կպահպանվեն։ Չէ, մենք պիտի հասկանանք ծրագրի եւ այս պահին գործողությունների տարբերությունը։ Ծրագիրը Հայաստանի ոչնչացումն է։ Հայաստանի որպես Հայաստան։ Հնարավոր է իր բնակչության հետ միասին։ Դա ծրագիրը, դա ակնհայտ երևում է։ Դա երևում է, ասենք, հիմա երևում էր 10 տարի առաջ, 15, 20, երբ որ սրանից 15 տարի առաջ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ իմ պայքարը հայության դեմ է, հայերը չէին նկատում դա։ Հայաստանի Հանրապետությունը չէր նկատում, նույնը ինքը պարբերաբար կրկնում էր, երևի մինչև 23 թիվը, 23 թվից էսյան նման բան չեմ լսել, բայց եթե մի բան 20 տարի ասել է, ուրեմն այդ ամեն ինչը արդեն ծրագրի պես ձևավորվել է, մանավանդ այտենց ավտորիտար երկրում, ոնց որ Բաքվի Հանրապետությունն է, որը որ Հայաստանում հսկայական զանգված մեր քաղաքացիները սխալվելով Ադրբեջան են կոչվում։ Որը պետք է լինի Հայաստանի զինված ուժերի պատասխանը այդ կրակոցներին, պարոն Վարդանով, պետք է նույն կերպ պատասխանել, թե դա ավելի վտանգավոր է լինելու։ Դա գիտեք ոնց, կա տակտիկական մակարդակ, կա տակտիկա օպերատիվ մակարդակ, կա օպերատիվ ռազմավարական եւ ռազմավարական մակարդակ։ Այդ ներքին օղակը ամենաներքին դա տակտիկական մարտավարական մակարդակն է։ Ամեն դեպքում, ասենք, միշտ տեղում պիտի որոշվի։ Սխալ է, որ ասենք ցեպոչկով գնա, ասենք, հասնի Երևան եւ Երևանում որոշում տարածվի։ Բանակ լսել եմ մի քանի անգամ, որ հրահանգել եմ չկրակել, պատասխան չկրակել։ Դա օրենքի խախտում է, ասեմ ձեզ։ Օրենք, ոչ թե պաշտպանության նախարարի հրամանի, ոչ թե, ասենք, չգիտեմ, պրեզիդենտի հրամանագրի, ոչ, դա օրենքի խախտում է։
որովհետև օրենքը շատ հստակ ասում է բայվոյ ուստավի տեսքով, որ երբ որ հակառակորդի կողմից հարձակում է լինում, պահպանության ստորաբաժանումները անցնում են պաշտպանության, լուծում են իրանց խնդիրները պաշտպանական, հետո նոր զեկուցում են, եթե ընթացքում զեկուցելու հնարավորություն չունեն։ Դա օրենքի խախտում է։ Համոզված եմ, որ դա ավելի շատ ասվում է մարդկանց հանգստացնելու համար, նման բաներ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարելիս երևի գիտեն, որ դա օրենքի խախտում է եւ նման բան չեն անում։ Դա ավելի շատ բնակչության հանգստացնելու համար է, միջազգային դիտորդների համար է, իրականում նման հրաման ոչ ոք չի կարող տա եւ տեղի հրամանատարն է որոշում, ինչ պիտի անի։ Բայց մենք չգիտենք Պետք էլ չի հաճախ իմանալ։ Փաշինյանի այդ հայտարարությունը ԱԺ-ում արված գործնականում կիրառվում է, թե չի Դե կիրառվում։ գործնականում կիրառվում է Եվ հավանականությունը մեծ է մարդկանց մոտ, որ իսկապես չեն կրում։ Չէ, դա աբսուրդ է, որտեղ հնարավոր բան չի։ Ասենք ես եմ սահմանի վրա կանգնած եմ։ Հազարատ ով ուզում է լինի, ասենք հրաման տա։ Իմ վրա կրակեն, ես չպատասխանեմ։ Դա աբսուրդ է։ Հակառակ դեպքում, ասենք ես կխփվեմ։ Իսկ ես մեծ ցանկություն ունեմ գամ վայելեմ, ասենք իմ աշխատավարձը, դրանով մարոժնի առնեմ եւ պաղպաղակ ուտելով հաճույք ստանամ, ասենք, չգիտեմ, Մարվինի ֆիլմերը նայելիս։ Հիմա մենք հակադարձում ենք Ադրբեջան։ Համոզված եմ, այո, որտեղ ոնց որ պետք է, ասենք, ամեն տեղի հրամանատար պիտի դա անի։ Տեղ կա լռումա, որ իր ուժը ցույց չտա։ Թանապես գիտեք ինչ բան է, հետախուզություն մարտով։ Դա երբ որ հակառակորդը հարձակվում է եւ բացահայտում է քո կրակակետերը, քո կրակային հնարավորությունները, քո մարդկային ռեսուրսների, ասենք, արկայությունը այս պահին, քո համալրման աստիճանը, կարճ ասած բացահայտում է ամեն ինչ։ Հակաօթային, ասենք, համակարգերից միջև թիկունքից քանի հոգի ա գալի, որ պոստը, ասենք, եւ որ բնակավայրերից են գալի, որտեղ այդ ամեն ինչը հնարավոր է դիտարկել այսօրվա օպտիկայի եւ տիեզերքի օգնությամբ բավականին հեռվից, էլի, բավականին հեռվից։ Եվ շատ հաճախ պետք չի ուժը ցույց տաս։ Պետք չի։ Եթե վտանգ չի սպառնում, ասենք, կոնկրետ անձնակազմիդ, ուղղակի կրակոցը, դա որոշում է տեղի հրամանատարը, դա պատկերացրեք չի որոշում ոչ գլխավոր շտաբի պետը, ոչ էլ բանա երկրի վարչապետը։ Դա որոշում է օրենքը։ Դուք բացառում եք, որ այս իրավիճակում ինչ մենք հիմա ունենք, ինչ զիջումների գնում է այս իշխանությունը, այդ պայմաններում դուք բացառում եք, որ իսկապես զորքին ասված է, օրինակ չհամարձակվեք կրակել։ Ենթադրենք ասված է, նորից եմ ասում։ Իմ վրա կրակում են, հələ մի հատ էլ առաջ են գալի։ Ես կարծում եք մեծ ցանկություն ունեմ, ասենք, տղամարդ լինելով բռնաբարվեմ կնոջ պես, հա, իրանց ձեռան գնելով։ Գիտեք, չէ, թուրքերը սեր ունեն հոմոսեքսուալ կապերի հետ կապված։ Բնական է, զինվորը ինքնա որոշում, ավելի շուտ ասենք այդ փոքր մարտախումբը, որը որ դիրքեր ասում։ Հետո դատվում է։ Հետո դատվում է։ Չկա այտենց բան։ Այտենց դեպք չկա, որ մարդ դատվի adekvat պատասխան տալու համար։ Որ դեպքը կարաք հիշեցնեք։ Չկա այտենց բան։ Մի հատ դեպք հիշացրեք, որ ասենք հակառակորդի։ Չէ, ես հավանական սցենարն եմ ասում։ Դե չկա այտենց բան, 30 քանի տարվա մեջ այտենց դեպք չկա։ Դե մենք 30 քանի տարվա մեջ այս վերջին անգամ ենք լսում, որ կրակոցներին ի պատասխան։ Բազմաթիվ անգամ եղել է, որ ասենք մի պատասխանեք պրովոկացիա, բայց դա պետում ավելի շատ ոչ թե հրաման, այլ ռեկոմենդացիա։ Ավելի շատ։ Հրամանը էլի եմ ասում, չկրակելու։ Դա ոչ մեկ իրավունք չունի տալու։ Օրենքին հակասող հրաման է։ Օրենքին, որը ընդունել է Հայաստանի պարլամենտը։ Դա կոչվում է բայվոյ ուստավ, հայերեն թարգմանեք ինքներդ։ Պարոն Վարդանով, ձեզ ինչքան կշարունակվի այս իրավիճակը, այս խաղաղության պայմանագիր չստորագրելը, այդ ձեր նշած լարված կայուն վիճակը։ Դե խաղաղության պայմանագրի հետ կապված ես իմ կարծիքը հենց ձեր ծրույցում հայտնել եմ, դա սուտ է, դա ոչ զսպաշապիկ է լինելու, ոչ էլ ասենք պարանա լինելու ձեռքերին կապող, ասենք Բաքվի խանին։ Չկա այտենց բան, ոչ մի ռեալ դեր ինքը չի խաղալու, բացի հաճոյանալու, ասենք
արևմտյան կամ համաշխարհային հեգեմոններին աճոյանալու ոչ մի ուրիշ ռեալ բան չկա, էլի հողի վրա ինքը ոչ մի բան չի տալիս։ Ընդհանրապես պիտի հասկանանք, խաղաղ պայմանագիրը պահվում է ինչ-որ գարանտների միջոցով։ Այս իրավիճակում, երբ որ այս տարածքում գերիշխող ուժերը պատրաստ չեն զենքով, զորքով պահպանել խաղաղությունը, ես նկատի ունեմ Իրան, ես նկատի ունեմ Ռուսաստան, ես նկատի ունեմ Եվրոպա, նկատի ունեմ Ամերիկա։ Թուրքիային իհարկե չի կարելի բան համարել, չեզոք կողմ, որ ուժով պատրաստ կլինի, ասենք, պահպանել խաղաղությունը։ Ինքը ավելի շատ այս մյուս Թուրքի դաշնակիցն է եւ 20 թվականին դա օֆիցիալ հայտարարել էր։ Անկամ դրանից հետո էլ Էրդողանը բաց թողում արեց, ասեց մենք ենք հաղթել, ասենք, հայերին Արցախի հանրապետության։ Եթե դա չկա, գարանտները զինված ուժերն են, թե մի կողմից, թե մյուս կողմից։ Գարանտը զինված ուժն է։ Զինված ուժը դա միայն պաշտպանության նախարարությունում ծառայող հեսպային գործող բանակը չի։ Զինված ուժը դա նաև համալրումն է, գործող բանակի դա ռեզերվիստներն են, դա բնակչությունն է, դա տնտեսությունն է, գործարանները ինչքան շուտ կանցնեն, ասենք, ռազմական ոնց որ ասած ռելսերի վրա, որքանով է, ասենք, քո պետության բնակչությունը եւ իր ռեսուրսները արագ մոբիլիզացվում։ Այդ դա է գարանտը, որ խաղաղ պայմանագիրը ուժի մեջ կլինի, կպահպանվի, եթե ստորագրվի։ Ինչի չի ստորագրում Ալիևը, որովհետեւ թուրքերի ղեկավարը լավ հասկանում է, որ ինքը ուժի սպառնալիքով կարա ավելի շատ բան ստանա, քան ուժը կիրառելով։ Դուք իրատեսական համարում եք, որ Երևանն ու Բաքուն իրար հետ կնստեն մի սեղանի շուրջ ու կուսումնասիրեն սահմանային միջադեպերի հետևանները, հա, աղբյուրները, թե ինչից առաջացավ, ով կրակեց, որովհետև Հայաստանից մշտապես նման առաջարկ է հնչում ամենաբարձր մակարդակով։ Այդ բանը հնչել է, ես առաջին անգամ նման բան լսել եմ դեռևս 2006 թե 8 թվականին։ Կարող է դրանից առաջ էլ հնչել, որ սահմանները կոնկրետ մոնիտորինգի համակարգ մշակենք ու ասենք պատժենք այն մարդկանց, որ խախտում է, որ դրդում է զինված ուժերը եւ պետությունները, որ ասենք այս մեր երկու իրար հետ պատերազմ են։ Բայց ինչքան ես հիշում եմ, մշտապես դրա մասին միայն ու միայն խոսացվել է Բաքվում, բայց օֆիցիալ գրեթե միշտ պրակտիկ քայլերը մերժել են հենց Բաքվում։ Մենք համառաջարկում ենք, համ պրակտիկ քայլեր ենք պատրաստ անել, իսկ իրանք միայն խոսում են, հենց մենք էլ ենք խոսում, իրանք դադարում են դրա մասին խոսալ։ Իսկ դա նշանակում է, որ իրանք դրան ցանկություն չունեն նման մեխանիզմներ կիրառել առաջնագիծը սահման վերածելու, ոնց որ ասած, անհրաժեշտ գործընթացներից մեկն է, ասենք, տիրություն անել զինված ուժերին, որ իրանք ինքնակամ չկրակեն։ Ընդհանրապես պիտի հասկանանք, մեր լարվածությունը մեր միջև այնքան բարձր կետի վրա է, ինչքան էլ պետական քարոզ չկա հակաթուրքական, sense տնեց, վերջապես 88 թիվը հիշում ենք առեսօր, Սումգայի, Բաքվի, ասենք, ջարդերը, դրանից հետո ռազմական գործողությունները, հազարավոր զոհեր այս կողմից, հազարավոր այս կողմից, ատելությունը բավականին բարձր է։ Թուրքերի մոտ էլ դրան ամեն ինչին հələ մի հատ է գումարված է պետական ռոպագանդան, հակահայկական, ամենաբարձր աստիճանով, ասենք, մինչև Իլհամ Ալիև։ Ցանկացած պահին ռազմական գործերը կարա սկսի սերժանտը, դիրքի ավակը, դիրքը մտնի մարտի մեջ, այ ոնց որ կարծեմ 10 թե 12 թվականին էր Մոբարիզ անունով մի հատ թուրք, քիչ էր մնում, ասենք, սկսեր ռազմական գործողությունները Արցախի եւ Բաքվի հանրապետությունների միջև։ Այ ոնց որ ասենք հայկական Հայաստանի հանրապետության ուղղաթիռը Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ զորախաղերի համար որ գնացել էր Արցախ եւ Արցախում սահմանը չխախտելով
Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրայով գնալուց խոցվեց թուրքերի կողմից 15 թվին եւ հենց այդ ժամանակ, ասենք, զորախաղերին մասնակցում էր 20-ից 30 հազար հոգանոց մեծ խմբավորում ռազմական Արցախի պաշտպանության բանակի եւ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության զինված ուժերից եւ բախում կարար սկսեր փաստորեն մի հատ սերժանտ, որը որ հրաման էր տվել, դե կադրերը կա այդ թուրքերը գցել էին, որ դե մի զինվոր այդ իգլայով կրակում է, այն մյուսը իրան հրաման է գոռում կրակելու։ Փաստորեն մի սերժանտ կամ ավագ զինվոր կարար սկսեր, ասենք, պատերազմ։ Այդ լարվածությունը այդքան բարձր մակարդակի վրա է, ատելությունն էլ դե համապատասխան։ Տեսեք, հիմա ինձ Սյունիքի մասով, այսպիսի կարծիքներ են հնչում, որ միջև անգամ պետք է ադրբեջանական այդ դիրքերը ոչնչացնել, որպեսզի այլևս կրակոցներ չլինեն գյուղերի ուղղությամբ։ Դա իրատեսական է, թե եթե դա բանան է, Ադրբեջանը, ասենք, նոր ուժեր կգի։ Իրատեսական է, իհարկե, բայց ասենք, որ թուրքերը կպատասխանեն միանշանակ։ Միշտ, ասենք, ես այն կարծիքին եմ եղել, ամենայն դեպս ինչ մեդիա դաշտում եմ հայտնվել 20 տարուց ավել է, միշտ ասել եմ, որ այն դիրքը, որը կրակում է մեր բնակավայրի վրա, պիտի ոչնչացվի իր անձնակազմով եւ, ասենք, այդ դիրքը որպես դիրք պետք է հավասարացվի հողին։ Բայց մենք այսօր ի վիճակի ենք դա մարսենք։ Հիշենք անցած տարի։ Անցած տարի ներքին հանդի դիմացը օկուպացված հայկական հողերում գտնված թուրքերը փոխհրաձգություն են սկսում այդ դիրքերը պահող երկրապահի տղաների հետ։ Վիրավորվում է մեկ թուրք եւ մի քանի օրից թուրքերը բերում են իրենց մասնագետներին եւ սնայպերական, ասենք, կրակով խոցում են 4 հոգու երկրապահներից, որոնք այդ դիրքերն են պահում։ Իրենք պատասխան արեցին, մենք ոչ։ Մենք մի վիրավորվածի դիմաց 4-ը զոհված տվեցինք։ Ադրբեջանական հասարակությունը պատերազմի պատրաստ է։ Այսինքն այն բանը, որ իրենք ասում էին Արցախը հայերը օկուպացրել են, այդ ժամանակ կար նման բան, որ մենք պետք է, այսպես ասած, ճակերտավոր մեր հայրենիքը ազատագրենք։ Բայց հիմա երբ Արցախը օկուպացվել է իրենց կողմից, հասարակության մեջից տարածքային բանը դուրս եկել է, թե ոչինչ է կարծում, այսինքն Ալիևը կարող է իր ժողովրդին էլի այդ կեղծ բանը կերակրելով արդարացնի Հայաստանի վրա հարձակումը։ Նարեկ, մի հարցով հարցի պատասխանեմ։ Բացի, ասենք, մեր հայկական պարլամենտում դեպուտատներին հարց տալուց եւ ինձանից հարցազրույց վեկալելուց, գոնե մի փոքր հետաքրքրվում եք, ասենք, թուրքերի մոտ ինչա կատարվում մեդիա դաշտում։ Լսել եք, որ իրանց ժուրնալիստներին, հասարակական գործիչներին, որոնք խաղաղ պայմանագրի մասին, խաղաղության մասին են խոսում, որ ձերբակալվում են, լսում եք նման բաներ։ Ձեր հարցը ինձ թվում է, եթե դա լսել եք ավել։ Նույնիսկ մեկը Նիկոլ Փաշինյանին էր դիմել նամակով։ Այո, ինձ թվում է ավելնորդ է այդ հարցը, որովհետև թուրքերը պետությունը ամենայն դեպս եւ համապատասխանաբար, ասենք, իր մշակված արմենաֆոբիայով, հայացածությունով հասարակությունը, որը 37 տարի է մշակվում հայացածություն։ Բայց այդ ձերբակալությունը խոսում է այն մասին, որ դա պետության քաղաքականությունն է։ Պետությունը 37 տարի մշակում է իր բնակչությանը։ Մենք 37 տարի ոչ մի բան չենք անում։ Հասարակությունը թողել ենք ինքնահոսի։ Ինչ ուզում է թող մտածի, ինչ ուզում է թող երգի, թուրքական կլկլոցով երգի, թե թուրքական սերիալ կնայի, ասենք, ինչքան գեղեցիկ են, ասենք, թուրքական սուլթանները եւ ինչ արդարացի են։ Մենք թողել ենք սամացոկի, չէ՞։ Բայց չես ուզում։ Ոնց եք պատկերացնում, ասենք, հայկական սերիալ գնա թուրքերի մոտ, Բաքվի թուրքերի մոտ։ Դե հայերեն երգը ադապտացված թուրքական կլկլոցների կատարողին ձերբակալում են։ Իսկ մեր մոտ թուրքերի մաքրող իրանց վրայից, ասենք, արյան հաստ շերտը եվրոպացիների եւ մերձավոր արևելքի բնակիչների արյան շերտը լվացնող, ասենք, սերիալներ ենք նայում եւ նորմալ է։ Ռուսական ալիքներով էր, այդ ռուսական ալիքները արգելել էր, պետք ասենք այդ ժամանակը, որ ասենք հայկական եթեր դուրս գա, հայկական ալիքներով էր, այդ հայկական ալիքները ցմա պիտի դատապարտվեին, ասենք,
այդ ալիքների ղեկավարները, որը տենց որոշում Բայց Հայաստանը երբեք ադրբեջանական արտադրության ադրբեջանական, չէ, թուրքական թուրքական արտադրության սերիալներ էլ չեն հեռարձակվել չեն Հայաստանում։ հեռարձակվել, ավելի լավ, իսկ բլոկ արվել է համացանցով։ Իսկ չէ, ինչի՞ չէ, ինչն էր խանգարում։ Պետությունը տեղ է երևում, թուրքերի մոտ պետություն է երևում, այս մեր մոտ ոչ։ Իմ ասածը դա է։ Թուրքերի մոտ հայկական, ասենք, շոկոլադի համար մարդաբերդ նստում։ Grand Candy արտադրած շոկոլադը, որ հայտնվում է իրանց բանը, ինչքան հիշում էի բանը, բուտկի չափ փոքրիկ խանութում առևտուր էր անում, Grand Candy էր հանել վաճառքի, սրանից մի 8 տարի առաջ ձերբակալվեց։ Լսել եք թուրքական ապրանք, թեկուզ Բաքվի ազաչայա դրա համար, ասենք, մարդ ձերբակալվի ստեղ։ Դժվար լսացել եք։ Մեկ, ոչ թե սիստեմատիկ, մեկ թուրքական պոմիդորների դեմն են առել։ Նման բան հիշում եմ։ Դուք այդ շոկոլադի դեպքը նկատի ունեք Բաքվի հանրապետությունում Grand Candy շոկոլադ վաճառելու համար, սրանից չեմ 8 տարի երևի։ Ինքը մշակում է իր բնակչությունը, հայացիացության, ասենք, Չէ, հարցն այն մասին է, որ հիմա էլ կարող է ինքը այդ նույն թեզով բան անել ռազմական գործողությունների։ Մի բան փոխվել է իրանց մոտ, չէ՞ որ իրար հետ նոր փաստերը արձանագրեցինք, որ լրագրողներին եւ հասարակական գործիչներին, ովքեր որ խաղաղությունից են խոսում ընդամենը, իրանց ձերբակալում Դա են չի նշանակում, որ հասարակությունը այլևս չի ուզում։ Դա նշանակում է, որ պետությունը շարունակում է մշակել իր բնակչությունը ռոպագանդայով եւ ագիտացիայով, ինչը մենք չենք անում։ Մեր գլխի վրա, ասենք, մեծ, ասենք, վտանգակախված, որի միակ ձևը մենք ունենք այդ չեզոքացնելու, դա ազգ-բանակ կառուցելն է, բայց մեր հույսներս դրել էինք Վահանի վրա, որը կողվում է բանակ կոփված էր պատերազմով անցած հաղթանակած, ասենք, Արցախի պաշտպանության բանակներ, Արցախը ընդհանրապես Վահանն էր, որը պահում էր Հայաստանի Հանրապետության մեջքը։ Ճիշտ է, որոշ ոչխարներ կային, ասում էին տանք հանգիստ ապրենք, չէին հասկանում, էլի, տալուց ինչն է տալի, ասենք, որ մեջքը երբ որ չլուդա, անդե հետը ինչ էր կատարում, մանավանդ բաքվեցիներին շուռ գալով մեջքանց։ Հա, այտենց հիմարներ կային, ասենք։ Բայց ռեալ որ նայում ենք մեր մոտ ռոպագանդան եղել է ազգ-բանակ կառուցել։ Վահանը լավ պահում էր, բայց պարզ երևում էր, չէ, որ դա ժամանակավոր է։ Պարզ երևում էր, չէ, որ նույնիսկ եթե Արցախը դառնար Հայաստանի Հանրապետության մի մաս, հաշվի առնելով, ասենք, այն տեմպերը, ոնց է դատարկվում այդ բնակչությունը, հաշվի առնելով, որ մենք դեօկուպացված 7 շրջաններում մի կերպ 16000 բնակչություն ունեինք, այն դեպքում, որ Թուրքիայի հետ բնակչությունը մոտ 300,000 էր։ Պարզ երևում էր, որ այդ Վահանը վաղ թե ուշ մեր ձեռից գնալու է։ Եվ չգիտես խի, ավելի շատ ջանքեր էին գործադրում այդ Վահանը ամրացնելու եւ մասը դարձնելու Հայաստանի հասարակական կազմակերպությունները։ Պետությունը շատ չգիտեմ, երևի ավելի շատ բան գիտեր, դրա համար էր այտենց վերաբերում, առավելը թե պարզադառնում, որ իրանք մեծ հիմարություն են արել բոլոր պետության մեր ղեկավարները, որոնք որ, ասենք, ազգ-բանակ չեն կառուցել։ Մեր երկիրը ազգ-բանակ միակ տարբերակն է, որ կարա հաղթող դուրս գա կամ գոնե չպարտվող, չոչնչացող դուրս գա։ Դա ազգ-բանակ, իսկ ծառի տակ եղած հողերն էլ երկիրը ամրոց պետք է դարձնես։ Պարոն Վարդանով, Թրամփի հայտարարությունը կարևոր համարում եք, թե չէ, երբ որ ապրիլ 24-յան ուղերձում, այդ երկու մասի կբաժանեմ հարցս, մեկ հարցը Ցեղասպանյանի հետ կապված կտամ, բայց այն հատվածը, որ նա խոսեց հայ-ամերիկյան այդ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին, դուք դա կարևոր շեշտադրում համարում եք, թե ոչ։ Ընդհանրապես ցանկացած գործիք օգտագործել է պետք։ Ես միշտ զարմանում եմ, երբ որ ասում են, «Էս մի գործիքից հրաժարվենք», որտեղ ինքը լավ չի աշխատել։
Կարող դու չես լավ աշխատացրել։ Ոչ մի գործիքից հրաժարվել պետք չի։ Ոչ Ամերիկայի հետ, ասենք, այդ համաձայնագրի հետ, որ կես տարի առաջ ստորագրվեց, որը շատ մեծ ծանր կշիռ չունի, որպես, ասենք, պայմանագիր։ Ինքը ավելի շատ պայմանագիր չէ, այլ պայմանավորվածություն է։ Հա, ոչ Պարսկաստանի հետ մեր հարաբերություններից է պետք հրաժարվել, ոչ Վրաստանի հետ, ինչքան էլ իրանք թույլ են, ասենք, այդ պաշտպանական համակարգի հետ կապված, ոչ Ռուսաստանի, ոչ, չգիտեմ, Չինաստանի, ոչ մեկի հետ պետք չի հրաժարվել, գործիքակազմից ոչ մի գործիք դեն գցել չի կարելի։ Ամրացնել բոլորը միաժամանակ կարող է չհաջողվի։ Կարող է ստիպված ամրացնելով այս մի գործիքը, այն մյուս գործիքները դու մի քիչ անտեսես կամ իրենք իրար հետ հակասության մեջ մտնեն, դա հնարավոր է, բայց ոչ մի գործիքից հրաժարվել պետք չի, եւ այդ էլ գործիքը, օրինակ, շատ շատերը կարծում են, որ դիտորդները եվրոպական, որոնց նաեւ կանադացիք են միացել, բանա ոչ մի դեր չեն խաղում, սխալ է, շատ սխալ է, դեր խաղում են միանշանակ, մեծ դեր խաղում են, իհարկե ոչ, բայց դեր խաղում են օգտակար մեր համար, քանի մենք դեռ մեր երկիրը, ասենք, ամրոցի չենք վերածել։ Բայց երբ Թրամփը ասում է, որ անհամբեր սպասում է այդ ռազմավարական համագործակցության խորացմանը, դա ինչ է ենթադրում։ Դա նշանակում է, որ գործիքը, որ ամերիկյան գործիքն է մեր գործիքակազմի մեջ, ինքը անհամբեր սպասում է, որ այդ գործիքը ավելի, ասենք, ազդեցիկ դառնա, չգիտեմ, 12 վոլտանոց ակումուլյատորը հանենք վրան 24 դնենք կամ տենց մի բան։ Դա մենակ է նշանակում, որ ինքը ուզում է այդ գործիքը զարգանա։ Իսկ դա իրականությունն է, թե ոչ, դա մի քիչ մեզանից է կախված։ Ինչու է ուզում որ զարգանա այդ գործիքը։ Դե sense մի բան ասեմ, ամերիկացիները Եվրոպայում, եթե ուշադրություն դարձնեք, շատ վաղուց, դեռևս Տրամփի նախորդ կադենցիայի ժամանակ ասում էին, որ պիտի դուք վճարեք ձեր պաշտպանության համար, պիտի տոկոսը բարձրացնեք ձեր բյուջեի, որը որ բան եք անում։ Հայաստանը ինքը իրան պաշտպանում է։ Այնտեղ, որտեղ ինքը փող չի ծախսում ու իր ազդեցությունը կարա բարձր պահվի կամ էլ ավելի խորանա, մենակ հիմար է տենց բանից կհրաժարվի։ Հայաստանի այս վիճակը հաշվի առնելով, ինքը Հայաստանի հաշվին, Հայաստանին ինչ-որ բաներ վաճառելով եւ ընդհանրապես ասես բաներ անելով թուրքերին, կարող է բավականին մեծ արդյունքների հասնի։ Եվ հետնել, ասենք, ձեռք բերի լուրջ վստահելի պարտներ այս տարածքում։ Չարացիալ։ Օրինակ մենք Ռուսաստանի լավ դաշնակից ենք այս տարածքում միանշանակ։ Բայց մենք ճարացիալ ենք, էլի ասենք։ Ես համոզված եմ, որ ընդհանրապես ցանկացած երկիր պետք է ինքը իր գլուխը պահի։ Ու եթե ինքը իր գլուխը պահելով Հայաստանը իր ֆինանսներով, իր մարդկային ռեսուրսներով, համել Ամերիկայից ապրանք առնելով ու մենակ դրա խաթր Ամերիկայի ազդեցության տակ հայտնվի կամ խորացվի ազդեցությունը, դա մեր շահերից է բխելու եւ ամերիկացիների։ Իսկ Ռուսաստանի պահը, որ մտածում ես, Ռուսաստանը թուլացել է այս ռեգիոնում, միանշանակ թուլացել է, երբ որ, ասենք, 20 թվականին ինքը իր կամքով կարողացավ կանգնացնի Բաքվի եւ մեր բախումները, ասենք, պաշտպանության բանակին աջակցող Հայաստանի Հանրապետության զինված ուժերն էլ կանգնեցին, պաշտպանության բանակն էլ կանգնեց, չէ, ասենք, եւ այդ զինադադարը Ռուսաստանի, ոնց որ ասած, ոտը գետնին խփելու արդյունքում կոնֆլիկտը կայունացվեց, բայց Ռուսիան ինքնամա թուլացել, որ ինքը հետո թուրքերին ասեց, ես չեմ ձգում, եկեք իրար հետ Աղդամում մոնիտորինգի խումբ դնենք, դա խոսում է միայն թուլության մասին, որտեվ եթե ինքը թուլացած չլիներ, ինքը թուրքերի հետ համատեղ մոնիտորինգի ուսումնասիրման կենտրոն չէր դնի, բայց Ռուսաստանը դեռ ուժեղ է մեզի մեծ վնաս հասցնելու, միանշանակ, ինքը դեռ ուժեղ է թուրքերին, ասենք, վնաս հասցնելու, միանշանակ,
Ուրեմն որպես գործիք Իրանից հրաժարվել պետք չի առավել եւս այդ մուրճով մենք մեր սեփական ոտքին խփելու դեպքում, ասենք, կատարյալ էշ ենք։ Կզսպի այդ գործիքը Ալիևին, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ Իրան որևէ գործիք զսպի մեկ, ոնց որ ասած, գործիք էլի։ Այդ գործիքակազմն է ընդհանուր զսպում։ Որովհետև մեր համար ստեղ չեն գա կռվեն ռուսները, չեն գա կռվեն չգիտեմ, ամերիկացի, ֆրանսիացի, ոչ ոք չի գալու մեր համար ստեղ պատերազմի իր պետության բոլոր հնարավորություններով, բայց իրենց պետության հնարավորությունները կարան օգտագործեն իրենց կամքը թելադրելու այն երկրին, որը որ ասենք խախտել է իրենց պլանները, դա հնարավոր է, բայց որ կգան կկռվեն միանշանակ ոչ։ Ռուսը գտնվելով այս տարածքում չկռվեց, ասենք, ոչ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, ոչ էլ իր կողմից ճանաչված սահման չէ, առաջնագծի պաշտպանության հարցում չկռվեց, չէ, 23 թվականին։ 20-ից 23 թիվ գոնե մի տեղ մի բախումներին մասնակցեց, ասենք, թեկուզ հայկական էքստրեմիստներին հետ քշելու հարցում, թեկուզ թուրքական, ասենք, էքստրեմիստներին հետ քշել, ոչ։ Դա նշանակում է ոչ ոք ստեղ չի ուզում իր զորքի, ասենք, պոտենցիալը մաշեցնի, իր զորքի արունը թափի, ոչ ոք չի ուզում, բայց մեր հաշվին իրենց շահերը առաջ տանել բոլորն էլ կցանկանան, բոլորն էլ այս տարածքում թույլ են այդ իմ թվարկած գեգեմոններից։ Դա նշանակում է համես գործիքը, համեն իրար հետ կարող է դեր խաղան, զսպեն ամբողջությամբ Թուրքին ոչ, զսպող ասեցի, կարծեմ զրույցի սկզբում, զինված ուժերը, մեր զինված ուժերը եւ հասարակությունը, որը որ արագ կհամալրի զինված ուժերի շարքերը, այդ է ռեալ զսպող ուժը։ Մնացած իմ թվարկած մեծամեծների ցկցկոցը, չգիտեմ, սեղանին ձեռքով խփելը կամ կոշիկով սեղանին խփելը կամ զորախաղեր իր տարածքում անցկացնելը միայն աջակցող դեր կարող խաղալ, միայն։ Հիմա ասում են, որ ամերիկացիները եկել են ավելի ճիշտ եւ մինչեւ օգոստոս մնալու են, դա Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնում է։ Ամեն ինչն է բարձրացնում, բայց չի ապահովում։ Ես արդեն մի քանի րոպե փորձում եմ այդ ասել, որ ամեն ինչն էլ բարձրացնում է, պետք չի ոչ մի բանից հրաժարվել, հասարակ բան ասենք, Պակիստանը անհասկանալի, ասենք, անուղեղ պահվածք է ցուցաբերում 92 թվականից Հայաստանի ընդհանրապես չճանաչելով որպես պետություն։ Այդ պարագայում ինչ են կարել, որ իր ոխերիմ հարազատին Հնդկաստանին բերենք ստեղ։ Ինչ են կարել, որ եւս մի հատ գործիք ունենանք հնդկական, գրեթե ոչ մի բան։ Գրեթե ոչ մի բան։ Հունաստանը, որ ասենք ռեալ ոչ մի բախումների մեջ չի, ասենք, որ զինված համենայն դեպս ՆԱՏՕ-ի բանը երկու երկրների լինելը հաշվի առնելով Թուրքիայի դեմ, ավելի շատ բան ա տվել ռազմական ամրության մեջ, Հայաստանի ռազմական, ասենք, ամրացման մեջ, քան Հնդկաստանը։ Նկատի ունեմ հայ ռազմական բժիշկների եւ ոչ միայն Հունաստանում սովորելը։ Դա մշտապես 90-ական թվականներից հայտում։ Իսկ Հնդկաստանը, որ Պակիստանը 92 հայտարարեց, 92 թվին, որ Հայաստանի թշնամին է, փաստորեն, չէ։ Հնդկաստանը, որ 48 թե 9 թվից Պակիստանի հետ պատերազմի մեջ է բարբերաբար, շատ անտարբեր էր Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Ամենայն դեպս մեր գործիքակազմի մեջ չէր մտնում։ Մենք աշխատել չենք սիրում եւ հաճախ դրա պատճառով չգիտեցողի տպավորություն ենք թողում, թե ռազմական գործում, թե դիվանագիտության հարցում։ Եվ Թրամփի հայտարարության մեջ ցեղասպանություն բառը չօգտագործելը դուք համարում եք հետ քայլ Միացյալ Նահանգների Բայդենի վարչակազմի օրոքա հայտարարված դիրքորոշումից, թե ոչ։ Դե այդ հարցին, եթե ռեալ նայենք,
Պիտի պատասխանեն ավելի շատ միջազգայնագետները, թե իրավաբան, թե ասենք դիվանագետ։ Իմ կարծիքով Բայդենի հայտարարությունն էլ ոչ մի բան չտվեց, հիմա էլ որ բանը տա Տրամպը ասեր ցեղասպանություն, էլի ոչ մի բան չէր տա մեզ։ Մեզ ավելի շատ ատալի, ավելի շատ ավելի բան կտա ցեղասպանության հետ 24 ապրիլի 24-ի հետ կապված ցեղասպանության օրը նշելուց, երբ որ մենք այդ օրը անունը կփոխենք, երբ որ մենք դա կոչենք, ուրեմն դիմադրող ինքնապաշտպանական մարտերի հերոսների եւ անմեղ կոտորված, ցեղասպանված հայերի հիշատակի օր։ Դա շատ ավելի շատ բան կտա։ Մենք շատերս չգիտենք, որ երբ որ թուրքերը մեզ փորձում էին ցեղասպանել, բոլորը չի, որ ասենք սուսուփոս ենթարկվեցին, որ կային մարդիկ, ովքեր որ դիմադրեցին բահերով, քլունկներով, զենքերով, հարյուրավոր կիլոմետրերով կամ հազարավոր հեռու գտնվելով դաշնակիցների, ասենք բանակների ճակատներից, անգլիական, ռուսական կամ ֆրանսիական։ Այդ դա մեր մեծ վրիպումներից մեկն է։ Մենք զոհ ենք մեզ պատկերացնում։ Իսկ մենք ավելի շատ մեզ պիտի պատկերացնենք, որ մենք զոհի, ասենք, ժառանգ ենք եւ զոհ դառնալու չուզող ենք։ Իսկ պետք է այդ օրը թշնամի պետությունների դրոշները այրել, թե ոչ Հայաստանում։ Դա ապրիլի 24-ին սենց ասա։ Ոման, ես էլ ոմայի ղեկավարն եմ, երևի տեղյակ եք, ուսումնական, ասենք, կրակային վարժություններ էր անցկացնում եւ ոմայի չեմպիոնատ անցկացրեց Մարտունի քաղաքի մատույցներում, կրակադաշտում համապատասխան ձևով, ասենք, կահավորված եւ, ասենք, կուրսանտներին, հաղթողներին եւ ինստրուկտորներին զենք նվիրեց։ Այդ ավելի կարևոր է։ Ապրիլի 24-ին անել քայլեր, որ դու ոչ թե զոհվող ես, այլ չզոհվող։ Դու պատերազմող ես։ Նույնիսկ անմեղ զոհ լինել չես ուզում։ Շնորհակալություն, պարոն Վարդանով, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։